Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում ընդամենը մի քանի օր տևած դատավարությունն ավարտվել է։ Դատարանը 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրա ներկայացուցիչ Արա Ղազարյանը չէր կասկածում, որ ադրբեջանական դատարանը նման վճիռ կկայացներ, բայց նաև չէր սպասում, որ ահաբեկչության ու այլ ծանր հոդվածներով մեղադրվող Կարեն Ավանեսյանի դատը նման կայծակնային կստանար։ Այն որ կդատապարտեն սպասելի էր, բայց որ մեկ ամիս կտևի դրանից էլ քիչ ոչ։ Ընդհանրապես դա տեսականորեն հնարավոր է երկու դեպքում կամ մեղքը ընդունում է հենց սկզբից եւ արագացված քննություն է իրականացնում, որ ես չգիտեմ Ադրբեջանում այդ ընթացակարգ կա թե ոչ, օրինակ Հայաստանում կա այս ընթացակարգ, կամ էլ ուղղակի դատավարությամբ նախատեսված ոչ մի երաշխիք նրան չի տրվել, դրա համար դատը այդպես արագ է ընթացել։ Բոլոր դեպքերում երկու դեպքում մենք գործ ունենք արդարության իսպառ բացակայության հետ։ Ադրբեջանական դատանի առաջ փաստացի միայնակ հայտնված Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, չնայած Ադրբեջանի պնդումներին, թե արցախցի 58-ամյա տղամարդն առողջ է, ավելին այս սեպտեմբերին նա ահաբեկչություն է կազմակերպել մի վայրում, որտեղ այդ երկրի նախագահն է ներկա եղել։ Ստրասբուրգի դատանում Ավանեսյանի ներկայացուցիչները փորձում են առողջության նախարարությունից նրա առողջության վերաբերյալ տվյալներ վերցնել, որ ուղարկեն եվրոպական դատարան, սակայն գերատեսչությունից Ավանեսյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելու համար լիազորագիր են պահանջում, բայց ձերբակալված եւ ադրբեջանական բանտում պահվող տղամարդուց փաստաբանները չեն կարող այն վերցնել։ Ղազարյանը հավանական է համարում, որ Ադրբեջանում առանց պաշտպանների ճնշումների ներքո Ավանեսյանը հնարավոր է մեղադրանքը ընդունել է։ Նա փաստաբան չունի իր կողքին նստած։ Դա արդեն շատ կոպիտ խախտում է, փաստաբանը պետք է հենց անմիջապես իր պաշտպանյալի կողքը նստի եւ իրենք այնպես հաղորդակցեն, որ ոչ մեկ այդ մասին չլսի։ Ոչ մի դատավարություններում, արդեն մոտ 2 տասնյակ դատավարություններ են ընթացել, մենք այդ բանը չենք տեսել։ Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, այստեղ մենք իհարկե գործ ունենք կա այդպիսի կատեգորիա, ոչ թե արդար դատաքննության իրավունքի խախտում, այլ արդարության իսպառ բացակայություն։ Այսինքն տվյալ դեպքում խախտումները այն աստիճանի լուրջ են, որ կարելի ասել, որ ընդհանրապես արդարացնելու համար մատչելի չի եղել։ Ադրբեջանում հայերի դատավարությունները լուսաբանում են պետական լրատվամիջոցները եւ որևէ անկախ աղբյուրից նրանց հաղորդածը ճշտելու հնարավորություն չկա։ Սեպտեմբերից ի վեր, չնայած Միեդի որոշմանը, Ադրբեջանը այդպես էլ չէր թույլատրել, որ հարազատներն ու փաստաբանները հնարավորություն ունենային խոսել Ավանեսյանի հետ, որ Ստեփանակերտում մնացած վերջին հայ բնակիչներից մեկն էր։ Դրանից մեկ անձին դատապարտելու միայն առաջացանը պետք է մի քանի տարի։ Այն էլ նման ծանր հանցագործությունների համար, որ նա մեղադրվում է։ Դրա դեպքում մենք ունենք մեկ ամիս։ Ամենայն հավանականությամբ նա հենց սկզբից իր մեղքը ընդունել է։ Իսկ եթե մի մարդ գտնվում է կալանքի տակ առանց որևէ կապի արտաքին աշխարհի հետ, ցանկացած նրա գործողություն նման անձի կամ որոշում խիստ կասկածելի է։ Այդ թվում առողջական խնդիրներով բան։ Այո, հաշվառն է, որ նա նաև առողջական խնդիր է, որ Ադրբեջանը եվրոպական դատարանի տեղեկացել է, որևէ խնդիր չունի։ 2023-ի բռնի տեղահանումից հետո Ավանեսյանը մի խումբ հայերի հետ մնացել էր Ստեփանակերտում։ Ադրբեջանցի իրավապահները նրան ձերբակալել էին սեպտեմբերի 14-ին, նույն այն օրը, երբ Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի նախագահը։ Ըստ ադրբեջանական մեղադրողների, նա իբրև Կալաշնիկով ինքնաձիգով 5 նռնակով լիցքավորված պահեստատուփերով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին, որին Ալիևն էր ներկա, բայց իրավապահների ներկայացմամբ ոստիկանները հասցրել էին կանխել միջադեպը։ Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Այս պնդումները հավաստող որևէ փաստ սակայն ադրբեջանական կողմը չէր հրապարակել։ Տեսանյութերից մեկում ուսապարկով մի տղամարդ է, բայց ոչ կալաշնիկով է ձեռքին երևում, ոչ այլ զինամթերք։ Ընդ որում տեսանյութը ոչ թե Ալիևի գտնվելու վայրում է, այլ քաղաքի արվարձանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանն ասում է, վկաները հաստատել են, տեսանյութում հենց Ավանեսյանն է, բայց նա քայլում է ոչ թե Ստեփանակերտի կենտրոն, այլ հակառակը քաղաքից դուրս է գալիս։ Տեսանյութով Կարենը տեղաշարժում է, տեղաշարժումը իրականում բոլորին հակառակ ուղղությամբ քաղաքից դուրս է գալիս։ Մեր վկաները այդպես են ասում ես։ Ահա, բայց իր հարազատներն են, հա, վկաները։ Ну ես հիմա դեռ չեմ կարող ասել, վկաներն են հարևաններ, ովքեր Կարենին գիտեն 90-ականների վերջից, ովքեր շատ լավ գիտեն ինչ անձ է նա, ինչ վարքագիծ։ Ընդհանրապես բոլորը ասում են, որ նա ընդունակ չէր որևէ բռնության, բարի մարդ էր։
Հարազատները Կարենին հանգիստ, բռնությանը չհակված մարդ են բնորոշել։ Նա ըստ նույն այդ հարազատների եղել է սոցիալական ծառայությունների ուշադրության կենտրոնում, սոցիալական աջակցություն է ստացել։ Բաքվի ռազմական դատանի առջև կանգնած մյուս 16 հայերի դատավարությունն էլ է մոտենում ավարտին։ Դատախազները նրանց համար երկարատև կամ ցմահ ազատազրկում են պահանջել։ Վերջին շաբաթներին նրանք վերջին խոսքով են հանդես գալիս, չընդունելով Բաքվի առաջադրած ծանր մեղադրանքները։